Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության ավարտի վերաբերյալ հուշագրի ստորագրմանը, ինչպես Axios-ն է պնդում, հղում անելով իր աղբյուրներին։ Թրամփը կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը, ազատության նախագիծը։ Թրամփը, որ խոստացել էր փակուղուց անել օտարերկրյա 800 նավ 20,000 անձնակազմով։ Միացյալ Նահանգների ղեկավարը որոշել է սպասել, որովհետև Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց կա։ Իրանագետները նկատում են, տպավորություն է ստեղծում Թրամփը, թե շանս է տվել Իրանին համաձայնագիր կնքելու համար։ Այնինչ գիտակցում է, որ արդյունավետ չէր մի քանի օր տևած ծովային օպերացիան ու դրա համար է այն ավարտել։ Իրանական պետական լրատվամիջոցները գրում են, որ գործողության դադարեցումը վկայում է այն մասին, որ Թրամփը նահանջել է համաշխարհային նավագնացության համար կենսական Հորմուզի նեղուց հապաշրջափակելու անհաջող փորձերի պատճառով։ Թրամփի հայտարարությունը հետևեց ԱՄՆ պետքարտուղարի ճեպազրույցին, որի ընթացքում Մարկո Ռուբիոն վստահեցնում էր լրագրողներին, թե էպիկական զայրույթ գործողությունը, որը սկսվել է փետրվարի վերջին, հասել է իր նպատակներին, եւ Վաշինգտոնն անցնում է հաջորդ փուլ։ Axios-ը գրում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները եւ իրանցի պաշտոնյաները քննարկում են 14 կետից բաղկացած մեկ էջոնոց հուշագիր, որը կարող է հիմք լինել տարածաշրջանում հակամարտության դադարեցման համար։ Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում կընդունի միայն արդար եւ համապարփակ համաձայնագիր, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի պաշտոնակցի հետ զրույցից հետո։ Հատկապես Չինաստանի համար է կենսական նավթային ռազմավարական միջանցք Հորմուզը։ Չինաստան ներմուծվող նավթի 40-ից 50%-ը այդտեղով է անցնում։ Միջազգայնագետները նկատում են, Պեկինը ուշադրությամբ հետևում է զարգացումներին Մերձավոր Արևելքում։ Գանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։